բարդ է, որովհետև միշտ չի որ ամեն անգամ առավոտը վերես կանում եւ ասում ես որ գուցե հավես չունես գնալու բայց գիտեք սրճարան հա չէ բայց ես ճիշտ ասած ես չեմ կարող ինձ թույլ տալ չգնալ որովհետև այս մարդը սպասում է դրան եւ ինքը ինձանից կախված է ինքը չի կարող իր համար տաքսի պատվիրել չնայած ինքը վճարունակ է ինքը բայց այդ ամբողջ տեխնիկական մասը ապահովել ես իրեն չեմ կարող մենակ թողնել որովհետև վախենում եմ որ կարող անգնի եւ այլն այսինքն վախս հիմնավորված է եւ դա անելը չեմ կարծում որ դա պարտականություն է որովհետև ամենօրյա կյանք է եւ անում եմ այն որ մարդը իրեն լավ զգա ու ճիշտ ասած պարտավոր չէ բայց սիրով պիտի անի իր ծնողի համար անում եմ բայց ոչ թե նրա համար որ ես որ դա մայր է որ դա պետք է արվի չէ ես գտնում եմ որ կյանքը պետք է բալանս ունենա նորմալ եւ քանի ապրում ես դու պետք է հաճույք ստանաս այդ կյանքից եւ եթե իմ մաման հիմա ինձանից կախված է լիովին ես ինչ որ չափով այդ իր հաճույքը ու իր այդ սոցիալական կյանքը դրսի կյանքը պետք է ապահովեմ հետո հիշում ես որ երբ որ դու փոքր ես եղել նույն սիրով գուցե ինքն էլ չէր ուզում արթնանալ մանկապարտեզ դա էլ է գալիս իր հերթին ու ես եկա ասենց փիլիսոփայական բանի որ դա ասենց շրջադարձ է սկզբից իրենք են քեզ հետևում հետո դու ես իրենց հետևում եւ տենց շարունակ չգիտեմ այլ կերպ չեմ տեսնում որովհետեւ նորմալ դիրքը կյանքի այդպիսինն է ինձ տենց է թվում հրաշալի դուք ճիշտ եք բոլորին կոչ անենք հետևելու կյանքի այս ռիթմին եւ եթե ծնողները փոքր ժամանակ են գտել նեղություն են տվել իրենց եւ հոգացել են մեր կարիքները տարել են ուսման համար եւ ամեն ինչի այսօր էլ բոլոր զավակները պարտավոր են նույնքեր վարվել ծնողների հետ ծնողների համար դուք ինձ համար օրինակ եք լավ զավակի ինչպիսի հոգատարությամբ դուք ձեր մայրիկին ուղեկցում եք հիշողության սրճարան ձեզ համար կարեւոր է նրա ցանկությունները նրա հագեցած ուզում եմ այդ մասին խոսենք որքան դժվար է լինել այսպես ասած հոգատար այդ դուստրը որ սրտանց դուք ձեր ժամանակը տրամադրում եք նաև ձեր մորը ես գտնում եմ որ տնային կյանքից վատ բան չկա երբ որ դու ստիպված ես լինել տանը եւ չունենալ սոցիալական կյանք իսկ իմ մաման ցավոք այդ հակումը ունի դրսի նկատմամբ որոշ վախ, մութ ժամանակ դուրս գալ, դա, չգիտեմ, ինչ որ անհանգստության հետ կապված ինչ որ մի բան էր, եւ երբ որ ես գտա այս պատահական բացարձակ Facebook-ում ես տեսա ինչ որ պոստեր դրված հիշողություն սրճարանի մասին, ես մտածեցի, որ սա հենց այն է, ինչ պետք է Ես զանգեցի, եթե չեմ սխալվում, ես հենց քեզ հետ էլ շփվել եմ, եթե չեմ սխալվում։ Ինչպես համոզեցիք տիկին Չեմ կարող ասել, որ ես կյանքս դրեցի այդ համոզելու վրա, բայց սկզբից ասեց, դե ինչ պետք է լինի, ինչ եմ անելու այնտեղ, չէ, ես ավելի լավ ատան նստեմ, ասեցի ռուսերեն ասեմ, կուշետ не просит։ Արի գնանք, մի հատ տեսնենք, դուրը չի գա, կարող ենք չգնալում ձեռքն է, չէ՞, մեր ձեռքն է։ Ու այդպես գնացինք, բայց դեռ կասկածները կային, չնայած արդեն երևում էր, որ դա պետքա որ լավ լինի։ 2-3 անգամից հետո դա մոտավորապես 2-ից ավելի տարի է մենք գալիս ենք 2023-ի մարտներ կամ ապրիլներ, երբ որ ես գտա։ 2 տարի։ Այո, հա, ուղիղ 2 տարի։ Հրաշալի է։ Եվ հիմա մարդը դրան դեռ կանրադառնանք ես չգիտեմ ինչ պետք է լինի որ մաման չգա մենք մի 3-4 անգամ հաբացենք բացակայությունների մասին ենք խոսենք Տիկին Վարդուի Լիբանանում մեծանալով դուք փախլավայի մասին ասացիք պարզ է որ խոհանոցում դուք պետք է որ թագուհի լինեք եփելը թխելը ստեղծելը խոհանոցում ստեղծագործելը պետք է ձեր կարևոր առանցքային ուղղություններից լինի դրա մասին ասեք այսօր պատրաստում եք թե շերեփտվել եք արդեն հասմիկ մինչև այսօր եւ հետո երևի կշարունակվի խոհանոցը իմ տեղն է խոհանոցում ես ամեն ինչ անում եմ որպեսզի լինի տեղին եւ ուտելիքները շատ համով ինչքան կարելի է անել եւ ես դա սիրում եմ ես խոհանոցը սիրում եմ ընդհանրապես
շատ եմ սիրում եւ միշտ մտածում եմ սյուրպրիզ լինի չեմ ասում Հասմիկ ջան այսօր ինչ պատրաստեմ ուղղակի պատրաստում եմ հետո դնում եմ սեղանը եւ մենք ճաշակում ենք ուրեմն հիշելով այդ հիշողության սրճարանը ես գիտեք սիրով եմ գնում իմ ամենասիրելի վայրը հիմա կարելի ասել սրճարանն է ամբողջ շաբաթը ես տրոփ սպասում եմ որ պետք է չորեքշաբթի օրը գա եւ ես պետք է գնամ այնտեղ ձերք եմ բերել շատ լավ ընկերուհիներ անչափ լավ միջավայր է գիտեք ես բոլորին շատ սիրում եմ անկախ նրանից մարդը կարևոր չի որ արյունակից լինի բարեկամ լինի եթե լավ մարդ ես գտնում ուրեմն սիրում ես եւ հիմա ես այնտեղ այնքան լավ մարդ եմ գտել իմ կյանքի վերջալույսին ես գտա այդ շրջապատը շնորհիվ իմ Հասմիկի շատ շնորհակալ եմ իրեն գիտեք ամբողջ մեկ շաբաթվա համար դա հոգևոր սնունդ է ինձ համար շատ բան սովորում եմ այնտեղ բնականաբար որտեղ խաղեր կան հարցուպատասխան եւ այլն եւ իհարկե չափազանց մեծ գործ են անում Մարիամը եւ Արտաշեսը շատ սիրելի մարդիկ են գիտեք այնքան ջանք եւ երանգ են դնում իրենք որպեսզի յուրաքանչյուրիս հետ աշխատեն որովհետեւ դա շատ դժվար աշխատանք է նամանոց եթե խումբն էլ մեծ է նրանք մոտենում են ամեն մեկին յուրաքանչյուրին արդեն ճանաչում են թե նա ինչ հոգևոր կյանքով է ապրում եւ երբ որ ես նայում եմ Մարիամին կամ Արտաշեսին մտածում ինչ հրաշալի ծնունդներ են իրենք որ կարողանում են այդքան ջանք երանգ համբերություն հատկապես դնել այդ գործի մեջ եւ մենք սիրով ենք հիշում ամեն վարքյանը նրանց հետ աշխատելիս Շնորհակալություն Տիկին Վարդու ես այս խոսքերը նաեւ ընդունում եմ մեր ամբողջ թիմին որովհետեւ իսկապես ձեր երախտապարտ լինելը մեզ դրթում է ավելին անել շնորհակալություն Տիկին Վարդուն արդեն ասաց որ իր կյանքում զգալի բան է փոխվել եւ ինչպես իր ձևակերպմամբ կյանքի վերջալույսը դարձել է լավը դուք ինչպես եք տեսնում փոփոխությունը նախկինում միայն կարդում էր փոփոխությունները ահռելի են որովհետեւ մաման վերջապես հասկացավ որ դրսային այդ սոցիալական կյանքը շատ կարեւոր է եւ չնայած մաման շփվող է բայց ինքը իր հոժար կամքով դուրս չի գա չի սկսի մարդկանց հետ շփվել ես իրան պարզապես տնից հենց վերցրեցի հանեցի դուրս ասի պետքա գնաս մարդը սկսեց գնալ եւ սովորեց եւ սիրեց եւ ընկերներ ձեռք բերեց եւ սկսեց գիտեք ինչ մարդու հորիզոնները երբ որ լայնանում են կյանքի որ փուլում ուզում է լինի մարդը դառնում է շատ ավելի լուսավոր շատ ավելի խելքով ու համենայն դեպս այն արգելափակումները կամ սահմանափակումները, կոմպլեքսները, ուղեղի դանդաղ աշխատանքը դրանք կամ վերանում են, կամ կանգնում են այն պահին, երբանից մարդը սկսում է գնալ։ Դադարում է սովորել։ Տիկին Վարդուի, դուք շատ կարդում եք, ձեր առօրյան ինչպես է անցնում, բացի չորեքշաբթի օրերը, որ դուք գնում եք հիշողության սրճարան, ձեր ամեն օր ինչպես եք անցկացնում։ Գիտեք, այսինքն դա սովորական բան է, երևի բայց ինձ համար կարևորը ինչն է որ ես տան գործերին իհարկե այդպես վերից վար ես չեմ անում հիմնականում արդեն ասեցի խոհանոց է բայց եթե հարկ է լինում ինչ որ բան մաքրել սրբել փոշի հավաքել անում եմ եւ անցում եմ իմ սիրելի գործերին այսինքն ես չեմ ձանձրանում ընդհանրապես ձանձրանալու ժամանակ չունեմ ես սիրելի գործս է շատ կարդալ Smartphone-ով զբաղվել եւ իհարկե ասեղնագործել ժանյակներ ես մինչեւ օրս ժանյակներ եմ գործում նաեւ այս ես եմ գործել նման բաներ շատ եմ գործում այսինքն ձերքի աշխատանք ես շատ եմ սիրում այսինքն օրվա ժամը կարծես թե բաժանված է մի քանի ժամի հիմա սա հետո այն եւ երեկոյան երբ որ արդեն ես պիտի պարկեմ երկու անպայման ձերքիս է կամ սմարթֆոնը հիմա երբ որ մարդիկ ասում են ես ձանձրանում եմ ես ասում եմ բա ափսոս չէ այդ ժամանակը ափսոս է չէ ժամանակը չէ որ մենք շատ քիչ է մնացել ասված ինչքան է տնորինել մեզ համար
Աստված ինքը գիտի, մենք իրանք չունենք խառնվելու, այնուհանդերձ ես ուզում եմ այդ բոլոր ժամերը լրացնել շատ ուրախ եւ բարի լավ լուրերով։ Իհարկե հերահոսային զանգերը հիմա իհարկե դադարել են տանը շատ զանգել, բայց այն ով զանգում է, նշանակում է այդ մարդիկ ինձ սիրում են։ Միայն այդպես եմ ես կարծում։ Դուք այնքան հետաքրքիր անձնավորություն եք, իսկ ում է ձեզ չսիրել հնարավոր չէ։ Տարիքը ձեր կասեք, ո՞նց եք զգում տարիքը։ Ես չեմ զգում իմ տարիքը։ Բայց կասեք։ Գիտեք, ես շուտով 100-ը պիտի լրացնեմ։ Ավելին ասեմ, որ քաղաքային իշխանությունները 100-ամյակը լրանալուն պես քաղաքացուն պատվովճար են տալիս 1 միլիոն դրամ։ Հանդիպենք 100-ամյակին ձեր տանը։ Սիրով, բայց հիմա արդեն 86 եմ։ Հիմա 86 եմ, գիտեք, ես իմ տարիքի չեմ դժգոհում, հոգիս չի ծերացել, ասեմ, որովհետև մի բան էլ ասեմ, շատ զարմանալի մի բան կա իմ հոգու մեջ։ Ինձ թվում է, դեր իմ առջևում շատ բան կա, որ ես պիտի անցնեմ։ Զարմանալի է, չէ՞։ Գիտեք, իմ տարիքի մարդու համար։ Չի զարմացնում, ձեր աչքերի փայլը ես տեսնում եմ։ Իմ տարիքի մարդու համար, այսպես խոսելը երևի շատ տարօրինակ տվա շատերին։ Բայց ես այդպեսին եմ։ Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, հատկապես բարի մարդկանց։ Չեմ սիրում նախանձ մարդկանց, եթե նախանձը հեռանում եմ։ Ես սիրում եմ ընդհանրապես շփում մարդկանց հետ եւ ամեն մի շփումից բնականաբար ես ինչ որ բան եմ խաղում։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Գիտեք, ինձ թվում է, որ ես դեռ ունեմ անելիքներ։ Իջումն է բանը։ Մտքումս շատ նովելներ ունեմ։ Ասենք Թիֆլիսյան շարքեր, որից մի հատը ես կարդացի մեր շրջանում։ Թիֆլիսյան շարքեր, անդադ մտածում եմ գրի առնեմ, բայց դեռ չեմ ուզում։ Պիտի ժամանակը գտնեք։ Ժանյակներից գրքերից մի քիչ խլեք, իր գրելու հատկացրեք։